Բարձրագույն կրթության և գիտության ոլորտը կարգավորող 4 տարբեր օրենքների փոխարեն մեկ օրենք բարձրագույն կրթության և գիտության մասին, որը հիմնավոր քննարկվել է խորհրդարանական լսումների ժամանակ։ Գլխադասային հանձնաժողովում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հակիրճ ներկայացրեց նախատեսվող կարևորագույն փոփոխությունները։ Օրենքով շատ կարևոր ուշադրություն է դարձվում լիցենզավորմանը և հավատարմագրմանը, որպես բարձրագույն կրթության ոլորտում որակյալ ծառայությունների մատուցումը երաշխավորող պետական գործիքներ, ներմուծվել է լիցենզավորման նոր տեսակ՝ բուհի լիցենզավորում, ինչը հանդիսանում է բուհական գործունեություն իրականացնելու մուտքային լիցենզիա, որով կսահմանվեն բուհին ներկայացվող հիմնական պահանջները, սկսած շենքային գույքային պահանջներից մինչև ակադեմիական կազմի և կրթական ու հարակից միջավայրի նորմերից։ Օրենքի նախագիծը մշակելիս փոփոխություններ ու լրացումներ են կատարվել մոտ 25 օրենքներում։ Մի քանի հարյուր էջանոց փաթեթը էական փոփոխություններ է նախատեսում ոլորտում, մանրամասնեց հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Հայտնեց, որ հանձնաժողովը կողմ է կառավարության դիրքորոշմանը։ Նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Արսեն Թորոսյանը։ Դրանք վերաբերում են բուհի ղեկավար կազմի ընտրությանը։ Քննարկումն առաջարկեց թողնել առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում, բայց հարցի պարզաբանում խնդրեց Կնյազ Հասանովը։ Այս օրենքը ընդունվելուց հետո, եթե մի անգամ մեկը այդ անձը ընտրվել է, օրենքի ընդունումից հետո կարող է եւս երկու անգամ ընտրվել, այդպես է։ Այո, այդպես է եւ մենք այս կարգավորումները դնելով առաջնորդվել ենք ընդհանրապես համանման փոփոխությունների պարագայում գործող կանոնով, ըստ այդմ կանոնը կիրառվում է օրենքի ընդունումից հետո ձևավորվող իրավիճակի վրա, այսինքն անկախ նրանից, թե անձը մեկ անգամ արդեն ընտրվել էր եւ օրինակ գործող ռեկտոր է, օրենքի ընդունումից հետո ստեղծվում է նոր իրավիճակ, նոր պայմաններ, հետեւաբար այս երկու անգամվա կանոնը գործում է օրենքի ընդունումից հետո։ Գիտության ոլորտի ֆինանսավորման օրինակը 40% բազային, 60% դրամաշնորհային եղանակով լավ արդյունքներ է ապահովել, հայտնեց նախարարը։ Թերևս այդ փորձը կկիրառվի նաև բարձրագույն կրթության ոլորտում։ Բյուջետային պլանավորումը կիրականացնեն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, հայտնեց նախարարը։ Նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։